Դեռ 2022 թվականն էր։ Արցախի Խաչմաճ գյուղի տներից մեկում ամանորի սեղանի բոլոր ափսեները տերեր ունեին։ Սեղանը լեցուն էր տատիկի պատրաստած համեղ կերակուրներով։ Տունը ջերմությամբ ու երեխաների աղմուկով, տան տերերի սրտերն էլ երջանկությամբ։ Մնացականյանները պատրաստվում էին դիմավորել 2023 թվականը, որն իրենցից խլեց երջանկությունը, տունը, ծննդավայրն ու տարավան հայտուղությամբ։ Այդ ժամանակ լավ հորթառատ անձրև էր, ու այդ պահին այն որ չգիտես ոչ կայծակ, ոչ այդ պայթունի ձեններ։ Ընտանիքում մեծացող 5 եւ 10 տարեկան երեխաները շուտով երրորդ ամանորն են առանց հայրիկի եւ հորեղբոր նշելու։ Մեծ երեխաները գրեթե մոռացել են նրանց դիմագծերը։ Փոքրիկը երբեք էլ չի հիշել։ 2 տարեկան էր, երբ ստիպված էր լքել ծննդավայրն ու հենց այդ ճանապարհին է վերջին անգամ տեսել հայրիկին ու հորեղբորը։ Բենզինի պահեստի պայթունն անհայտության մեջ գցեց ընտանիքի զավակներին ու հենց ընտանիքին։ Տալս դուրս եկա բակ եկամներս, թե պայթելա բենզինի տեղը, բայց ոչ մի բան չի եղել։ Այդ բան կիսուրս տալս ու կեսրարից քուրը գնացին հիվանդանոց ոտքով, որ տեսնեն միգուցե կբերեմ վիրավորների մեջ կլինի։ Մի ժամ երևի ժամ ու կես մնացին հիվանդանոցում, ոչ մի բան։ Հետ եկան, ասեցին ոչ մի բան չկա, նորություն չկա, նույնիսկ դիահերձարաններում բանում ամենտեղ պատրեցինք։ Երևի 2 ժամ հետո կլինի, ասեցին, որ նորից է վիրավորներ բերել։ Տալիս ասեցի, արի ես ու դու գնանք միգուցե։ Թեպետ քննչական կոմիտեից ասել են այրվել, մոխրացել են ձեր ամուսինները, այդուամենայնիվ եղբայրների կանայք պատրաստվում են ամանորին, մտքում հաշվետու լինելով ամուսիններին, ընտրում են սնունդ, որոնք սիրում են եղբայրները, սեղան բացում նրանց սիրելի ձևով։ Չի մարում ընտանիքի հույսը, երեխաների անմեղ աչքերից եկող հույսը, սփոփող եւ ուժ տվող հույսը։ Փափուկ խաղալիք, խելացի ժամացույց ու զենք։ Այս վերջինը ծննդավայրն ազատագրելու նպատակով։ Ձմեռ պապիկից խնդրած նվերներն այո շատ են ուզում ստանալ, բայց ուզում են հասկանալ, ինչու գոնե ամանորին տուն չեն գալիս հայրերը։ Մենք ուզում ենք, որ գնանք խաչմաճ։ Անահիտն ու Սիրանուշը ամուսինների անհետ կորելուց հետո իրենց ուսերին են վերցրել երեխաների խնամքն ու կարիքները հոգալու ծանր պարտականությունը։ Երկար են փնտրել ամուսիններին, այդ տարածքից գտել են միայն նրանց հորաքրոջ տղայի հեռախոսը ամբողջությամբ պահպանված։ Ամուսինս որտեղ կանգնած ա եղել, մարդ կա տեսել, ասма հնարավոր չի, որ ինքը որտեղ կանգնած ա եղել, իրան ինչ-որ մի բան պատահի, քանի որ իր դիմացի կանգնածը սաղա ու հետևի կանգնածը սաղա ու կողքին ու մեջտեղը ինքնա ու իրանից նորություն չունենք։ Նույնն էլ թեկուս տեքորինս թեկուս եղել են պահեր, որ հայրը որդի իրար մոտ կանգնած, հայրը պահելուց որդին լցնելուց այդ պայթունից հետո հայրը որդուն աման գալիս, մինչև հիմա որդին անհայտ կորած է։ Ինչու՞։ Ինչպես։ Ուր են հիմա տղաները։ Ողջ են։ Անպատասխան մնացած հարցերը, կորցրած հայրենիքն ու անցած ճանապարհը իրենց հետքն են թողել նաև տղաների քրոջ Լիլիթի կյանքում։ Կոկորտի քաղցկեղով է տառապում քույրը, արտերկրում բուժվելու նպատակով դրամահավաք է կազմակերպվել։ Բայց տեսախցիկի առջև միայն եղբայրների մասին էր պատմում։ Պատկերացումները այլ էին, որ գուցե ինչ-որ թեթև բան ա եղել, բայց արդեն որ տեսանք այդ մասշտաբը ու այդ այրվածքների այրվածքներ ստացած մարդկանց վիճակը, ասեցին գոնե այս վիճակով գտնենք, այն որ ամա երջանկությունա ու ամեն դուր բացելուց հույսդ կտրում էր։ Կյանքի բոլոր հարվածներն ընդունել ու պայքարում է Ասկերանի շրջանից Ստեփանակերտ, ապա Երևան եկած ընտանիքը։ Հույս ու հավատ ունեն, որ մի օր իրենց տղամարդիկ տուն են վերադառնալու։ Ծնողներն էլ են վստահ, տղաները ողջ են, միայն թե նրանց վերադարձի հարցով զբաղվող չկա։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։